գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Հարի երեկո Բարի ուշ երեկո, երկար է սպասել Չէ, քիչ առաջ եմ եկել, շնորհակալ եմ, որ SMS-ով զգուշացրիք Ամեն ինչ ես մեր պայմանավորվածությանը, չէ? Ոչ ոք չգիտի, չէ, որ ես եմ քեզ այս պատմության միջից հանել Չէ, անգամ քույրս տեղյակ չի Ես չգիտեի, որ այստեղ ինչ-որ մեկին ունես Դե, ըստ դեպքերից հետո քույրս վերադարձավ Հայաստան Դա կարող է մեզ ինչ-որ բանով խանգարել Չէ, ընդհանրապես ինքը ոչ ադոնցին է ճանաչում, ոչ էլ առավել ևս իմ գործերից է տեղյակ Լավ անեք Ուրեմն քննարկենք մեր առաջիկա պլանները Բարոփոխունդապետ այսօր վերջացրեցինք Հա, Հայկ, կարող ես գնալ բարի գիշեր Բարի գիշեր Հայկ Ասում եմ բարոփոխունդապետ Ճիշտ եմ հիշում վաղը պիտի մամայիդ տանել հիվանդանոց Այո Ցերեկը դու ինձ պետք չես Այդ հարցերով զբաղվի, հետո մամայիդ կտանես տուն ու միանգամից զորամաս կգաս Շնորհակալ եմ բարոփոխունդապետ Բարի գիշեր Ինչ-որ բան ես ուզում ասես ու ճիշտ ասած զարմացած եմ, որ Հայկի ներկայությամբ չխոսեցի ու հարցը չտվեցիր Դե չէ որ Հայկի ներկայությամբ հարցեր տայի պատասխանելու էիր, հա? Իբր ես քեզ չգիտեմ Դե որ գիտես, ուրեմն գնանք տուն Չէ, այս անգամ չէ Որոշել ես էստեղ գնաս Չէ, որոշել եմ հասկանալ ինչ ես ինձ խաբում Ինչ ես ասում, որ գործեր ունես, բայց այդ մոդելի արտաքինով կնոջ հետ ես հանդիպում Դու գիտես այդ կինոը Գիտեմ, բայց դա իմ հարցի պատասխանը չի Սահակյանը իմ գործընկերն է, այս դա ավտոմատ նշանակում է, որ եթե պետք լինի, աշխատանքից դուրս էլ իրավունք ունենք հանդիպելու գործնական։ Այսինքն դու ուզում ես համոզել, որ դա նորմալ է։ Նորմալ է, որ դուք հանդիպեք մենակ, երկուսով։ Հիմա մենակ թե երկուսով։ Մհեր ես կատակ չեմ անում, լուրջ եմ խոսում, կատակի մի դուր։ Ես հանդիպման էի, դու էլ էիր հանդիպման։ Այդտեղ արտառուցման չեմ տեսնում։ Ուրիշ հարց է, Տարոնի հետ ինչի էիր հանդիպել, ինչ գործ ունես հետը։ Աստվածին, ձերս կոտրվի, ես այսքան փողը չտանեմ տամ այդ միլիցուն։ Իա, ես եկակ, են միլիսեն հոնդե չեր։ Չէ, սպասեցին գնաց նոր մտանք։ Լավա, որ այդքան բանը ֆայմել եք։ Լավ, հանեք, այսօրվա փողերը տվեք տնամ ինչ եք արել։ Դրեք ստե։ Ռոզա, այսօր շատ փող եմ աշխատել։ Կհաշվեմ կտենամ։ Այ։ Բայց ոնց եղավ, որ շատ փող աշխատեցիր։ Մի հատ ջադի անցավ, ձևարեցի, որ խոսալ չգիտեմ, խղճած լիքը փող տվեց։ Այ ապրեք, տենում եք, որ ուզում եք ուղեղներդ աշխատացնեք,
Այդ այնց բաներ արեք, որ մարդկանց խղճի վրա ազդեք, ձեզ շատ փող տան։ Դե էլ մի կանգնեք շնչից, գնացեք, ռադեղիկ գնացեք։ Ռոզա, Հա, կարող ենք հացվեցնել դել։ վայ գրողս ուտեք դուք, հա։ Գնացեք այնտեղ հաց ու պանիր կա, հավասար կիսեք 3-ով կերեք։ Նազիկ ինչ ես սարուձոր ընկել։ Մի ժամը կոնկրետ պատասխան չես տալիս ինչ գործ ունեիր Տարոնի հետ։ Մեր խոսքը մեր Տարոնի մասին է։ Չեմ հասկանում նման արձագանքիդ պատճառը։ Պատճառը այն է, որ վերջին Տարոնի արած հայտարարությունից հետո ես չեմ ուզում, որ Արփիի մեջ գետևում ինչ-որ դավեր նյութես Տարոնի հետ։ Այսինքն դու մտածում ես, որ ես ընդունակ եմ իմ երեխային դեմ գնալ։ Դրան ընդունակ ես, բայց չեմ հավատա, որ գիտակցաբար կվնասես երեխուդ։ Այսինքն ես հիմար եմ, չհասկանալով, այնպես կանեմ, որ երեխայիս կցավացնեմ, հա։ Նազիկ, ուղղակի ես հարցերին մի խառնվի, հա։ Չէ, չեմ հասկանում քեզ։ Ոնց կարող եմ չխառնվել, երբ խոսքը իմ երեխայի ապագայի մասին է։ Այն երեխայի, որը շատ գիտակից է, ստապ մտածել գիտի ու շատ լավ գիտի ես կյանքում իրան ինչա պետք։ Հա, բայց ինքը երեխա է։ Մեր երեխային է ու մենք պարտավոր ենք ապագայի մասին հոգ տանել։ Ապագայի մասին մենք հոգ ենք տարել իրան դաստիարակելով, լավ կրթություն տալով ու որակյալ ու ազնիվ մարդ ձևավորվելու հնարավորությամբ։ Իսկ իր ապագան 2 կոպեկ փողը չի։ Հիմա էլ ստացվեց, որ ես իմ երեխային վաճառում եմ։ Ապրես մեր, ապրես։ Նազիկ, ես ընդամենը ուզում եմ ասել, որ Արփին ինձնից էլ քեզնից էլ լավ գիտի իրան ինչա պետք։ Դու այս հարցերից հեռու մնա, լավ։ Բարձա ասածս։ Բարձա։ Ստված։ Լավ եկաք, ձեր տունը շինվի։ Բարի երեկո, Խորեն ջան։ Էլ բարի բան մնաց Մեհեր ջան։ Ինչ ա եղել, բա արդեն անհանգստացա։ Իհարկե պիտի անհանգստանաս։ Վաղուց պիտի անհանգստանայիր, որ ես տեսակ տղա ունենք։ Հարեն ես։ Ինչ ուրիշ տղա էլ ունես։ Ինչ ա եղել Արենը։ Հեն ա եղել, որ արդեն ոստիկանություն ա գալիս իր հետևից մեր տուն։ Ոնց ոստիկանություն, ինչ գործ ունեն ոստիկանները երեխուս հետ, ուր է Արենը։ Որ պիտի լինի։ Ինչ որ մի փապում վերանգած երևի։ Ինչի ուրիշ բանի մասին մտածում ա։ Ոստիկանությունը Արենի հետ ինչ կապ ունի, ինչի համար է եկել։ Իր խելքին մի ընկեր ունի։ Երեկվանից կորել է։ Չկա։ Դրան էին փնտրում։ Պապա, լավ էլի։ Սիրտս կանգնեց ինձ թվաց լուրջ բան ա եղել։ Չայլ երեխա է կորել։ Լուրջ չի։ Դե այդ նկատի չունեի, համել ջայլ երեխու կորելու լուրջը որն է։ Երեխայա հիմա կֆրֆռա կգատուն։ Սա լուրջ է խոսում, չեմ հասկանում։ Արենը այդ տղու անետանալու հետ ինչ-որ կապ ունի։ Բան ասում, որ հասկանամ։ Արուսին ուղարկեցի, որ կանչի, ասես դուրս է եկել։ Երբ է դուրս եկել, դա էլ չգիտեմ։ Ես էլ գիտեմ տանն է։ Այսինքն հիմա Արենի տեղն էլ հայտնի չի, հա։ Այ լավ, վայ, սարքեցիք պատմություն, տեղը հայտնի չի, ոնց որ երեխեն տարիներով կորել է։ Տղեքի հետ երևի ինչ-որ միտեղ հավաքվել են։ Հա, հատկապես այդ կորած ընկերոջ հետ։ Հենց հիմա զանգետ Լակոտին թող տուն գա։ Մտածում ես ոստիկանն է եկել։ Ես իմ կամիկն ա կամ այլ Ռոզան։ Ռոզան ասաց, որ այդ փողերը տալու է Արմանին, Արմանն էլ տա ոստիկաններին, որ ոստիկաններն են մեզ չտանեն մանկատուն։
Դու հավատում ես, որ տենց է լինելու։ Դե որ Ռոզան ասում է, ուրեմն մի բան գիտի։ Ես փոխանում եմ։ Դու նրանից վախեցի, որ մի օր Ռոզային փող չբերես։ Չեմ հասկանում, չես ասում։ Այն որ Ռոզան քեզ իր ծայրով դուրս կշպրտի, քանի դու դեռ իրան փող ես բերում, ինքը քո համար ամեն ինչ կանի, բայց եթե չբերես, քեզ դուրս կշպրտի։ Մանե։ Ինչ։ Դու դրա համար էիր իմ մոտից փողեր վերցնում են ժամանակ։ Մտածում եմ Ռոզան քեզ դուրս կգցի։ Քնի հա, զզվացրեցիր։ Ասա էլի, դրա համար էիր իմ մոտից փողեր վերցնում։ Ասեցի քնի, թող քնեմ, զզվացրեցիր, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ասա Վարդան։ Ոնց։ Աննասուն է էդի արա։ Ես հենց հիմա օֆիս եմ գալի դրան բեր մոտս։ Գիտեմ, որ դու հատուկ պատրաստվածություն ունես, Ալեկ, բայց ամեն դեպքում իմ պարտքն եմ համարում նորից հարցնել։ Դու գիտակցում ես ինչի տակ ես մտնում։ Իհարկե, ինձ համար արդարության բացահայտումը ամենից վեր է։ Ես ամեն գնով ուզում եմ դավաճանին գտնել ու ուզում եմ, որ ինքը իր արժանի պատիժը ստանա։ Մինչև պատժելը դեռ պետքա փաստեր հավաքենք։ Մենք պետքա ապացուցենք, որ մեղավորը Ադոնցն է։ Այսինքն դուք դեռ կասկածում եք։ Ախր ես ձեզ պատմել եմ ամեն ինչ, դավաճանության դեպքը, իմ ընկերների հետ կապված պատմությունը։ Այն որ դավաճանություն ա եղել, դա չի քննարկվում։ Բայց միակ կասկածյալը Ադոնցը չի։ Չնայած գլխավորն է։ Իսկ ներողություն ով կա կասկածյալների ցանկում։ Հիմա այդ ինֆորմացիան քեզ պետք չի։ Ես իհարկե հասկանում եմ, որ իրավունք չունեմ ձեզնից ինֆորմացիա պահանջել, բայց այնուամենայնիվ կարող եմ իմանալ ում եք կասկածում։ Ժամանակը գա կիմանաս։ Իսկ հիմա ոնց ասացի, մեզ ապացույցներ են պետք։ Ու մեզ պետքա, որ սա տեղադրես Ադոնցի տանը։ Միայն տանը։ Դեռ հա։ Շատ լավ։ Ալեկ ամեն ինչ անում ես նենց, ոնց պայմանավորվել էինք։ Այս պահին ուրիշ ոչինչ նախաձեռնելու կարիք չկա։ Խնդիր չկա։ Բարի գիշեր։ Մայր Սահակյան, մի հարց կարելի է ձեզ։ Լսում եմ։ Այդ խմբից միայն ես եմ ողջ մնացել։ Ինձ չեք կասկածել։ Իսկ ով ասաց, որ չեն կասկածել։ Մենք կասկածում ենք բոլորին։ Ստուգում ենք բոլորին ու գտնում ենք մեղավորին։ Ամեն դեպքում ես այդպես եմ աշխատում։ Բարձր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Անհասանելի է։ Արդեն անհանգստանում եմ, հաստատ երեխուս բան է եղել։ Չէ, մամ ջան, վստահ եմ ոչ մի բան էլ չի եղել, ուղղակի հեռախոսն է անջատված։ Այո, որպեսզի իրեն հարցեր չտանք։ Լավ էլի, պապա։ Ինչի պետք է երեխս տենց բան աներ։ Մամ ջան, նենց ես ասում, ոնց որ հեռու բան է դա Արենից։ Արփի, իմ Արենը։ Ազիկ Սուսմնա, հա։ Խորեն չկարող է հիշես ոստիկանները, որ եկել էին, իրանց հարցերը ոնց էին ձևակերպում, ինչ հարցեր էին տալիս։ Արդեն ասեցի մեր ջան։ Եկան այդ տղայից էին հարցնում, որը անհետացել է արդեն 2 օր չկա, 3 երեկոյան։ Ինչի՞ եմ ես հարցնում։ Մտածում եմ, կարող է Արենի անհետանալ այդ դեպքի հետ է կապված։ Ինչ ես խոսում, Մհեր։ Ոնց է մտքովդ տենց բան անցնում։ Ոնց կարա իմ երեխեն տենց ինչ-որ թեմաների հետ կապ ունենա։ Մամ, պապան կարա ցանկացած բան մտածի։ Արենը այս վերջերս շատ տարօրինակ է պահում իրան։
Ոնց ես խոսում աղբորդ մասին։ Երեխուն հանգիստող, հա։ Ինչ մտածում է, դա էլ ասում է։ Դու ավելի լավ տղուտ գտի։ Բաժանորդը անջատել է հեռախոսը։ Ախմախ լակոտ։ Մտիներս։ Մտնում եմ։ Նենց ես թևս բռնե ոնց որ հեսա փախնելու է։ Բարիք ընտարում ջան։ Ցավը տանը մեզ գերեզման փորողի 10 թող թևս թողի էլի։ Իմ համար փաբում հանգիստ տժում է բռնես բերեց ստե։ Արեն ինչի ես տնից դուրս եկել։ Ես քեզ չէի ասել քիթդ տնից չհանես։ Ասել էի։ Բա որ ասել է, ինչի ես տնից դուրս եկել, արա։ Ասեմ ախպերս։ Իմ համար տանը կայվոտ հանգիստ լրված էի, մեկ ես զգացի, որ շունչս չի երիքում։ Պատուանը բացեցի, որ ոտ շնչեմ, տենամ մլիցեն մտավ մեր հայատ։ Հետո Արեն։ Ինչ հետո այ ախպեր։ Մի վարկյանում արումնս երակներից մեջ սառեց։ Ոնց որ Տիտանիկից թռնեի օվկիանոսը։ Բայց հետո լավ տակացրի։ Ինչ ես բերանդ բացել, այ անուղեղ։ Հետո ինչ խոսացիք իրար հետ։ Չգիտեմ ախպերս։ Մենք չհանդիպեցինք իրար։ Այսինքն Արեն։ Այսինքն թռա էլի։ Ոնց թռար։ Հենց տենց։ Պապս դրան տարավ սենյակ որ խոսա, ես էլ այդ ընթացքում թռա։ Առաջ դու լրիվ դեբիլ ես։ Ինչի ես վիրավորում որ։ Դու բա ինչ անեմ, արա։ Ես քեզ այդքան բացատրում եմ, որ տնից դուրս չգաս, որ ամեն ինչ նորմալ լինի, դու հելուն գնում ես փա։ Հա դե ձանձրանում էի տունը, համել հավես չկար այդ մլիցու հարցերի պատասխանեի։ Բա որ հանկարծ խուճուճ հարցեր տար, խառնվեի իրար։ Լսի արա, դու ոստիկանի տված հարցերից իրավունք չունես խառնվես իրար, լսում ես։ Կտանես ախ կյանքովդ մեկը կործանեն արա, կփակեն բերդուն կփտես։ Հա, ջոգում եմ, բայց մի ջղայնաց էլի ախպերս։ Տո բա ինչ անեմ արա, այնքան ես եսի մինչեր օգտագործել ուղեղը չորացել է, էս ինչա վիճակդ, որ ոստիկանն էլ քեզ փողոցում տենա առանց բան ասելու կբռնի կտանի արա։ Բա ես թռա որ հանկարծ չտենա։ Վերընկյաթորին ու ինձ լսի։ Հետո Ուր է Սարա։ Ինչ ես այս ժամին տուն գալիս։ Սարա քո հետ եմ։ Դու ժամին նայել ես։ Հա։ Ինչի զանգերի չես պատասխանում։ Որովհետև զանգից ձայնը չեմ լսել։ Ոնց չեմ լսել։ Հա, հենց այդպես։ Չեմ լսել։ Աշխատանքի ժամանակ հեռախոսից ձայնը անջատում եմ, որ չխանգարի։ Դրա համար էլ չեմ լսել։ Վերջը քվարածանում ես, հա։ Հա։ Ոնց բոլորդ այդպես էլ ես։ Հերիքա քեզ էլես արած երեխու պես պայես։ Լավ ինչ ես ուզում հարած լինես, հա։ Ինչ ես ուզում հասնես։ Պոպլովելի։ Ընդհանրապես կռվելու հավես չունեմ։ Ես չեմ ասում կռի վարա հետս։ Ասում հարցից պատասխանի։ Ուզածդ ինչ է Սարա։ Ասեմ։ Ուզում եմ հենց հիմա գնամ սենյակ, շորերս փոխեմ, անկողին մտնեմ ու խորը քուն մտնեմ։ Դու ինձ ձեռ ես առնում։ Չէ, հարցիդ եմ պատասխանում։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ես չեմ նայելու, որ դու այդպես տունտունիկ ես խաղում։ Կգամ որտեղ որ երգում ես։ Արա ի՞նչ ջարդու փշուր կանեմ։ Հել կյանքում չես երգի դու։ Պապ ջան, այս քաղաքում այնքան ակումբներ կան, այդտեղ չերքեմ, ուրիշ տեղ կերքեմ, այնպես որ դու շատ մի լարվի, հա։ Դու լրիվ մորդ նման։ Ինչ։ Ինչ էիր ուզում ասեիր։ Մորս նման ինչ։ Որ մերը դել էր քոպես։ Իր ասացի դերն էր։
Եթե մաման հիմա մեզ հետ լիներ, ամեն ինչ այլ կլիներ։ Մաման ի տարբերություն քեզ ու Տարոնի իմ կողքին կլիներ։ Կթողեր, որ ես գնամ իմ երազանքի հետևից։ Դու հիմա ինձ մեղադրում ես, բայց ոչինչ։ Ժամանակը կանցնի, հետո կհասկանաս։ Միգուցե ժամանակը անցնի ու դու ինձ հասկանաս։ Պապ, ես այս անգամ չեմ թողնելու երգը։ Անկախ քո, Տարոնի կամ որևէ այլ մեկի ցանկությունից։ Բարի ու խաղաղ գիշեր։ Հասկացար ինչ եմ ասում Արեն։ Դու մարդ ես սպանել։ Ես փորձում եմ ամեն ինչ անեմ, որ սա նորմալ լինի, բայց դու հակառակն ես անում։ Եթե սենց շարունակես, ես էլ ոչ մի բան չեմ անի քո համար։ Հա, բայց ես չեմ սպանել։ Ախպեր ինչ անեմ, որ հավատաս։ Դու դուսկի քո ասածին չես հավատում, ուրեմն ես քեզ հավատամ։ Բայց ես ճիշտ եմ ասում։ Իսկ փաստերը ուրիշ բան են ասում։ Գիտես ինչ են մտածելու մարդիկ։ Որ այդ ծյոմի արածը չես մարսել, գնացել ես իմ ինչքան զիբիլ ես օգտագործել կամ քաշել քթերդ ու գնացել այդ ծյոմի գլուխը կերել ես։ Ուղղակի ուղեղդ անջատած ա եղել, դրա համար ոչ մի բան չես հիշում։ Ընկեր, ես հիշում եմ, որ ես ասեցի նենց ոնց կա ու առհասարակ։ Ես ոնց ասում եմ, տենց էլ պետքա լինի, բարձա։ Ուղղակի ես գնացել էի փապ տժալով, որին վրա ոչ մեկ չկասկածի։ Սրանից հետո ոչ մի ինքնագլուխ քայլ չես անում Արեն։ Всё, սա ջոգացա։ Հեռախոսը դուր է։ Այսա։ Զանգի տնեցիքին ասա, որ այսօր իմ մոտ ես մնալու։ Հերդ քեզ ես վիճակում տենա կտակ ստատկասնի արա։ Հեռախոսս անջատվի։ Տիկին Նազի ջան, նորից բարև ձեզ։ Զանգել եմ ասեմ, որ երևի ավելի ճիշտ երևի չէ, հաստատ Արենը այսօր իմ մոտ կմնա։ Ուղղակի հեռախոսը անջատվել է, դրա համար զանգեցի ես ձեզ ասեմ, որ չանհանգստանաք։ Չէ, ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք։ Լավ եղավ, հիմա կփոխանցեմ։ Նորմալ կխոսես Արեն։ Հա մերս։ Հա ցավը տանեմ։ Չէ, սա точно է հանգիստ եղի։ Ինչ ես անում Արուս։ Տիկին Նազի, ես քեզ նախաճաշ եմ պատրաստում։ Նախ, այդ նախաճաշը պետքա վաղուց պատրաստ լիներ։ Ու չեմ հասկանում, թե այդ նախաճաշը ոնց ես պատրաստում, հեռախոսի մեջ։ Արուս ջան, դու այստեղ գալիս ես աշխատանքի թե զվարճանալու։ Իհարկե աշխատելու։ Դե որ գալիս ես աշխատանքի, ուրեմն առավոտից հեռախոսդ գրկած ման մի արի։ Տիկին Նազի, ես հեռախոսի մեջ նոր բաղադրատոմսեր եմ փնտրում, որ հերթով պատրաստեմ ձեր համար։ Ուրեմն այդ բաղադրատոմսերը քնիդ հաշվին փնտրի Արուս ջան, ոչ թե գործիդ։ Լավ, Տիկին Նազի, սրանից հետո այդպես էլ կանեմ։ Դե արագացրու։ Արագացրու նախաճաշը մատուցի, թե չէ քո պատճառով մհերը աշխատանքից ուշանալու է։ Չէ, ես թույլ չեմ տա, որ պարոն Ադոնցին պատճառով աշխատանքից ուշանա։ Հենց հիմա կմատուցեմ։ Արուս, մի անգամ էլ եմ զգուշացնում։ Դու առանց էլ գիտես, որ վերջերս ինձ դուր չես գալիս։ Մի անգամ էլ քեզ տեսնեմ հեռախոսով, շատ արագ քեզ փոխարինող կգտնեմ։ Հենց հիմա կմատուցեմ, Տիկին Նազի։ Կյանքս կերելի։ Ազատեմ, հակազատեմ։ Ես որ նոր գործ գտնեմ, չեմ սպասի, որ դու ազատես։ Ես ինքս դուրս գնամ։ Արուս։ Ջարդի։ Էլ ինչ կա։ Այն ափսեն էլ գցի ջարդի, տես լավ չի։ Ուղղակի մի անգամից ներս մտակ վախեցա, Տիկին Նազի։ Ինչից վախեցար։ Տեսքս այդքան վախենալու էր։
Կներեք, շփոթվեցի։ Երևի սխալ արտահայտվեցի։ Թե ինչի եմ ես քեզ մինչև հիմա հանդուրժում, այ դա չեմ հասկանում։ Բարից, չհասցրեցի էլի։ Ինչը չհասցրեցիր։ Դե լավ կլիներ, որ այս ծաղիկները հիմա ծաղկամանի մեջ կդնեիր, ինձ էլ սուրճ կհյուրասիրեիր։ Ուզում ես ասել, այս ծաղիկները ինձ համար են։ Բայլում համար։ Իհարկե քո համար են, Նարեկ ջան։ Շնորհակալ եմ իհարկե, բայց չեմ հիշում, որ այսօր ինչ-որ առիթ կա։ Բայց ինչի պետք է անպայման առիթ լինի, որ քեզ ծաղիկ նվիրեմ։ Չեմ վրա ուղղակի հենց այնպես նվիրեմ։ Շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է։ Խնդրեմ։ Ասեմ, բայց դեռ ժամանակ ունենք։ Կարող է հասցնենք ծաղիկները կդնես ծաղկամանի մեջ, ինձ էլ սուրճ կհյուրասիրես։ Իմ տնից Զորամաս այդքան էլ երկար չի ճանապարհը չեն հասցնի թողոմել։ Բա սուրճի բա ո՞նց է լինելու։ Սուրճը միշտ Զորամասում եմ խմում։ Ու գիտես, մի լավ գոլեգա ունեմ, ինձ ամեն օր սուրճ է հյուրասիրում։ Չեմ ուզում այդ լավ ավանդույթը խախտեմ։ Հա, 10 արեցիր։ Դե լավ, եթե Զորամաս, ուրեմն Զորամաս, արի յալի գնանք, այսօրվա վարորդդ ես կլինեմ։ Շնորհակալ եմ, բայց այսօր իմ մեքենայով կգնամ։ Հետո գործել ունեմ, իսկ մեքենան ինձ հարկավոր է։ Դե Զորամասում կհանդիպենք։ Դե ճիշտ էլ անում ես։ Ավելի շատ Զորամասում ես լինում, քան թե տանը։ Այ ես դրա համար էլ հետս վերցնում եմ աշխատավայր։ Դե ինչ անենք, գնանք։ Գնանք։ Պապ ջան, ինձ թվաց արդեն գնացել ես։ Լավ, ոնց հասկանում եմ գլուխդ խառնա, դու էլ տրամադրություն չունես։ Ես գնամ իմ սենյակ։ Ես ինչ թեմայի մեջ ես ընկել տղա ջան։ Ինչ թեմա։ Ոչ մի թեմա չկա, ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի երեք ուշ էր, Տարոնը ասեց արի իմ տուն մնա, գնացել ենք իրանց տուն, այդքան բան։ Այն տղուն գտաք։ Ինչ տղա։ Ահա, Տյոմին։ Չէ, երեք երկար ման էին գալիս ես ու Տարոնը։ Ուզում էինք իմանայինք որ կարար գնացած լիներ։ Բա ոստիկանությունը ինչի էր եկել հետևիցդ։ Էդ ես էլ չգիտեմ։ Որ ոստիկանությունը եկել է, ես արդեն տանը չեմ եղել։ Բայց գոնե ենթադրել կարող ես, չէ՞։ Դե ինչի են հենց մեր տուն եկել։ Դե երևի որ ես ու Տյոմը մոտ ենք դրա համար։ Պաստորանը տղեն ընկեր է դա։ Դե ոնց ասեմ։ Ոնց կա տենց էլ ասա։ Որ ասեմ մոտիկ ընկերներ ենք, չէ, տղա է էլի։ Իսկ կարող է քո ու այդ տղայա էլիի միջև ինչ-որ բան ա եղել։ Որովհետև եթե մտերիմ չեք, մեր տուն պիտի չգային։ Պիտի գնային իրա մտերիմներից ինչ-որ մեկի տուն։ Տենց է թե չէ։ Ինչի չես պատասխանում տղա ջան։ Եթե այդ տղայի հետ մտերիմ չես, ինչի է ոստիկանությունը եկել մեր տուն։ Չգիտեմ, պապ։ Չէ, գիտես, ուղղակի չես ուզում ասես։ Բարես ես, տանն ես արդեն։ Հա, մամ ջան, եկել եմ։ Բայց ինչի է պապան ինձ մեղադրում չեմ հասկանում։ Եթե ինչ-որ պատմության մեջ ես հայտնվել, ասա, որ իմանամ ոնց եմ քեզ օգնելու։ Էլ ոնց ասեմ, որ ոչ մի թեմայի մեջ ես չկամ։ Ես իմ կյանքը ունեմ ու կարա մի օր տուն չգամ, պիտի սենց թեմա սարքեք։ Կարող է գիտես երեկվա երեխենում այդ օրը։
Որ հարցնում եմ, ուրեմն գիտեմ ինչի եմ հարցնում։ Ու դու հիմա սուտ ես խոսում։ Ինչի պիտի խաբեմ, այ հեր։ Ինչա ոստիկանությունը եկել է, ուրեմն ես եմ մեղավոր, որ Տյոմը կորել է։ Արեն ջան, papan չի ասում դու ես մեղավոր։ Լավ, վերջ։ Եթե մարդկային լեզու մարդավարի չես հասկանում, ուրեմն ամեն ինչ կլինի այլ կեր։ Նենց ոնց որ ես կասեմ։ Մհեր, ինչ ես խոսում։ Եթե դատար գլուխդ չմտավ, ուրեմն սրանից հետո տնից դուրս կգաս մենակ դասի գնալու ու դասից հետ գալու համար։ Պապ, ես երեխա չեմ։ Մեքենայի բանալին։ Ինչի։ Սրանից հետո քեզ դասի կտանի ու տուն կբերի Ալեքը։ Հետ էր մնացել պակաս։ Ես իր հետ ոչ մի տեղ չեմ գնա։ Մհեր, այդ Ալեքը։ Եթե չես ուզում որտեղ այդ դասերից էլ զրկվի, ուրեմն խնդրում եմ մի խառնվի, լավ։ Սրանից հետո մենակ դասի ու տուն, ուրիշ ոչ մի բան։ Փաբ, միջոցառում, խնջույք, հավաքույթ, տենց բաներ չտեսնեմ ու չլսեմ։ Դասի ու տուն, հասկացար։ Հա։ Հուսով եմ։ Մամա, ես իր ասածը չեմ անելու։ Բալես մի քանի օր արա նենց ոնց papan է ասում, մինչև հետը խոսեմ։ Մի քանի օր։ Կարող է դու ու մարդդ նենց անեք, որ բոլորը վրես խնդան։ Արեն ջան, ասում եմ արա այն ինչ papan է ասում, դու հորդ լավ գիտես։ Հիմա ինչքան էլ խոսեմ հետը մեկը չի լսելու։ Դու երեկուր էիր։ Լավ էլի, մամա, չգիտես, ասել եմ քեզ։ Ես իս ձևի մարդիկ եք, զզվում եմ ձեզնից։ Ես քեզ չէի ասել, որ կապ չունի, այդ լակոտին բաց կթողնեն, թե չէ։ Հենց անես, որ դա Բերտան տեղը մոռանա։ Դու էլի քո ասածն ես արել։ Պարոն, դու ինչ ստեղծել ես, ինչին հասել ես, դա իմ շնորհքն է։ Ինչքան փող ես ուզում, որ արփից հեռու մնաս։ Ես ոչ մի գնավել արխից հեռու չեմ մնա։ Կասես ինձ դու ոնց ես համարձակվել։ Իմ ամենահին, ամենաազնիվ, ամենահավատարիմ հաճախորդին կխաբեմ։ Էլի ոստիկանությունից են եկել։ Ներքևում քեզ են սպասում, ուզում են խոսել քեզ հետ։